Այսինքն սիրելիներ, եղբայրները շատ հետաքրքիր օրինակ են ասում։ Փողոցով որ անցնում ես, շունը հաչում է։ Մի շունը պետք է հաչա, չէ՞ սիրելիներ։ Շունը ինչ պետք է անի։ Թող կատվի պես չի մլալու, պետք է հաչա։ Մի դու գալի ասում ես եղբայր ջան, վախում եմ, աղոթել շունը չհաչա։ Այդ մի ջան շունը պետք է հաչա։ Բայց այդ շունը կապված է, նրա կապը իրոք ձեռն է։ Այդտեղ չի որ սատանա եւ քեֆ տա հարցակի քո վրա։ Այդ քո ինքը չի որոշում։ Դրա կապը ում ձեռն է։ Տիրոջը ձեռն է։ Ինքը ինչքան թողեց այդքան է գալու, քաշեց հետ է գնալու։ Քո հոր ձեռն է նրա կապը։ Ընդունեք սիրելիներ, ընդունեք։ Ընդունեք, կերեք ես կերակուրները, կերեք ես դեղերը խմեք։ Խմեք որ բժշկվեք Հիսուսի անունով։ Εμεί դու ասես աղոթեք շունը չաչա, այ քույրի ջան, շունը պետք է աչա, շունը։ Սատանան պետք է մտքերը բերի, դա իր գործն է։ Բայց որ քո վրա իշխանություն չունի, փառք Հիսուսին։ Եվ եթե դու այդ մտքերի համաձայն ես, դու չես հավատում, դրանք փչվում են։ Դրանք այդ տեղում փչանում են սիրելիներ, գործնում են իրանց ուժը, հենց ընդունեցիք գբրմիքես։ Բայց ինչու այդ մտքերը քո վրա ազդել, ընդունել ես։ Այսինքն համաձայնվել ես, որ կարող է ճիշտ է։ Բայց որ համաձայն չես, այդ քեզ չի կարող տանջել։ Դու ազատ ես Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք Տիրոջ սիրելիներ։ Իհադ եղբայր, ասենք որ իր հավատքը բժշկվել էր, շատ հետաքրքիր վկայություն անեց։ Եղբայր ջան ասում մի ժամանակ որ երազվից մեր սատանային տնում ընկնել մեր հետևներից ես։ Այս անգամ ասում ես էինք է սատանի հետևից։ Փառք Հիսուս։ Սա հավատք է։ Ու ասում երազից որ տեսա հակառակորդը հելավ իմ առաջ կանգնա Հիսուսի անունով լցված Սուրբ Հոգով ասի Հիսուսի անունով անորեն տունուտի անդուն դեթած դու հալով փախավաս անգելի հետևից երաշ գնացի բախի դրա սիրներ սրանք ճշմարտություն է եւ ասին Հիսուսի անունով կետինը բացվի անդուն դեթած անորեն եւ ասма սարսափելի տողում էր այտենց էլ եղավ ասма կետինը բացվող գնաց անդունդը ու տերընձի տեղից հավես դուրս Փառք Հիսուս դուք հավատում եք այս ճշմարտությունը թեսի մի քանի հոգու է վերաբերում երևի մի քանի հոգու է վերաբերում թե մենակ եղբայրներին է վերաբերում քույրերի վերաբերվում է ուրեմն դու մի վախեցի դու միայն Հիսուսի անունը կանչի աչքերդ փակի ականջներդ փակի միայն Հիսուսի անունը կանչի այդ ակտորը մնացածից դերը մի հատ հարց եմ տալու Այդ որ սատանեն ասում է, սա քեզ կուկը տար, խեղտե, սպանեն, դժոր կտանեմ, ինչի չի անում։ Ինչի չի անում։ Կարող է ես քեզի հետը լավ ես։ Կարող է մի քիչ բարիացել է, քեզի բարի աչքով է նայում սատանան։ Հա? Ուրեմն չի անում։ Այդ ձերը չար չկա սուտ ասում։ Դու խեղճու կլակի պես դորում ես։ Դե դու անի, իրավոք չունի, դու տեր ունես, որ փառավորվի Հիսուսի անունը, քանդվում է սատանայի հարուտարվածները, քանդվում է սիրելիներ, երբ բերանի սուրն է աշխատում, այդ վախերը ներների պես ադարել, դեն մեկ մանանեխի հատ է ինչի անում, արմատից անում շպտում Դուք էլ ասեք, անունդ փառավորվի, ես ընդունում եմ, քո բժշկությունը լիովին եմ ընդունում։ Հիմա որ մենք պետք է աղոթ կանենք, չենք աղոթելու, որ Տեր, երբ պետք է քանդես այս սատանի գործերը։ Մենք պետք է ասենք անունդ փառավորվի։ Մենք ընդունում ենք բժշկությունը։ Ընդունում եք սիրելիներ։ Ընդունում եք։ Ովքեր են, որ երազում էր սատանային տեսական ասում։ Ովքեր էին, որ, չգիտեմ, զգացել են, որ հետևից հեսա մեկը կխպի։ Ովքեր էին, որ մութ տեղ ասում են հեսա սատանեն կուլատանում է, ձեզ ասում եմ Հիսուսի անունից։
դու որբ չես, որով հասնի գլխի տակ, դու Տեր ունես։ Դրա կապներ Տիրոջ բեռն է։ Տերը կթողի, որ էդիկա քեզ ուտա։ Կապը ձեռն է սիրելի մեր։ Սատանան հաշվետու է Աստծուն։ Նա հաշիվ է տալի բոլոր գործերի համար։ Տեսի, որ քեֆը որ ստացածի վարվի։ Նա իր բոլոր գործերի համար Աստծուն հաշիվ է տալիս եւ Աստծուն թույլտվություն է վերցնում ինչ որ բան անելու համար։ Մանավանդ Աստծո զավակների նկատմամբ։ Դուք ազատ եք Հիսուսի անունով։